Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանում է Հայաստանի կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերաբերյալ։ Մենք փորձում ենք հասցեագրել մեր Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերը, այդ թվում եւ ուղիղ խոսակցության նրանց միջև խոսակցության միջազգային երաշխիքների, միջազգային մեխանիզմների ստեղծման ճանապարհով, այդ թվում եւ ջանքեր գործադրեցին, չգիտեմ, ասենք Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ մենք վստահ ենք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր է լինել որոշակի հարցեր լուծել։ Միրզոյանի խոսքով Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունից եւ հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ հռչակումից հետո այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել միայն մեկ պարզ պատճառով՝ այնտեղ հայություն այլևս չկա։ Անդրադառնալով ընդդիմության այն մեղադրանքներին, թե Հայաստանի կառավարությունը այդ թեման հանել է բանակցությունների օրակարգից, նախարարը նշեց. Այս կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների եւ անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի եւ հիմա մեղադրել մեզ այդ հարցը օրակարգից հանելու այն պայմաններում, երբ մենք այս մասին խոսում էինք, մեզ մեղադրում, երբ որ ասում էինք, որ նշաձողը իջեցնել է պետք եւ այդ դեպքում մենք կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, մեզ էլի մեղադրում էին, չգիտեմ, հողեր ծախելու մեջ եւ այլն։ Շատ լավ կներ, որ հիմա ստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերները այս խոսակցությունը իրանց հետ գնար, բայց ոնց հասկանում եմ կռվել եք երևի էլի նեղացել գնացել են։ Դեբետ գետի վարարումից հետո Ալավերդիում եւ հարակից մի քանի բնակավայրերում տեղի ունեցած ավերածություններից հետո կառավարությունը Աղետի գոտում հետևանքների վերացման մեծածավալ աշխատանքներ է իրականացրել, սակայն ենթակառուցվածքների վերականգնման առումով լուծումները դեռևս ժամանակավոր են, հայտարարեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արեն Մկրտչյանը։ Միաժամանակ Տիգրան Խաչատրյանին հարց ուղղելով այս մասով ինչ ծրագրեր ունի գործադիրը։ Մենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ միասին նախնական աշխատանքներ ենք տանում գույքագրելու համար այն տեղամասերը, որոնք գետի վարարումների դեպքում կարող են վթարավտանգ լինել։ Այդ նախագծերը հիմնականում վերջնականացված են վերված են այն տեսքի, որ թույլ է տալիս կառավարության առաջիկա նիստերից մեկում կարգավորել նաեւ ֆինանսավորման հարցը։ Հուսով եմ, որ առաջիկա 2 շաբաթների ընթացքում կտանք համապատասխան լուծում նաև այդ մասով։ Այսինքն գտնվում է հարցը մեր ուշադրության կենտրոնում, նախագծման եւ որոշակի նախապատրաստական աշխատանքների շրջան ենք անցնում եւ կկարգավորենք։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ֆինանսների նախարարն էլ իր հերթին անդրադարձավ համընդհանուր հայտարարագրման գործընթացում առկա խնդիրներին՝ ի պատասխան Սոնա Ղազարյանի հարցի։ Խնդիրը հետևյալն է, որ քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր ունեն մասնավոր ապահովագրություն, առողջապահական, եւ որոնք աշխատում են մեծ կորպորացիաներում կամ հիվանդանոցներում, դժվարություն ունեն վերադարձի 50,000 առողջապահական ծախսերի վերադարձի հետ կապված հետևյալ հիմնավորմամբ։ Քանի որ սովորաբար մասնավոր կազմակերպությունները եւ մասնավոր ապահովագրականները միմյանց հետ են աշխատում որպես իրավաբանական կազմակերպություններ, համակարգում չի երևում այն հանգամանքը, որ քաղաքացին վճարում արել է։ Այստեղ խնդիրը նրանում է, որ տարբեր դեպքերում ապահովագրությունը տարբեր ընկերություններում կամ ներառված է որպես աշխատավարձի մաս, կան դեպքեր, երբ որ դա ներգրաված չի որպես աշխատանքի մաս, ունենք խնդիրներ, որ որոշ ապահովագրական ընկերություններ անհատներին ապահովագրության պոլիսներ չեն տրամադրում, այսպիսի պրոդուկտներ չունեն կամ տրամադրում են խմբերով։ Այս բոլոր հարցերը մեր մոտ գույքագրվում են, հիմա տարբերակներ են քննարկում եւ առաջիկայում այս հարցերին պատասխաններ կտանք։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։